բացասական վարվի իր ժողովրդի պատմության մշակույթի եւ կրոնի նկատմամբ։ Սա մի բան է, որը նրա քաղաքական կուսակցությունը տանելու է տասնամյակներ շարունակ։ Այդ կերպ լքել իրական եւ կարևոր շահերը հայ ժողովրդի։ Եվ ես ցանկանում եմ հետեւյալն ասել. Արևմուտքում մենք դատապարտել ենք Ռուսաստանի Դաշնությանը, քանիցս դատապարտել ենք օտարերկրյա գործակալների մասին օրենքի համար։ Դա օրենք է Ռուսաստանում, որով պահանջվում է, որ նրանք, ովքեր որևէ կապ ունեն արևմուտքի հետ, պարտավոր են պետք է խարանվեն։ Իսկ արևմուտքում մենք նույն վարքագիծն ենք ցուցաբերում, երբ մենք մարդկանց անվանում ենք ռուսամետ։ Սա փորձ է խարանելու ընդդիմությանը, երբ իրականում այդ անձանցից շատերը բազմապես մարդիկ են, ովքեր հավատում են, որ շահերը բազմաբևեռ պիտի լինեն, եւ Հայաստանը պարտավոր է բազմաբևեռ շահերի հետամուտ լինել, ունենալ բարիդրացիական կապեր Եվրամիության հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Թուրքիայի եւ այլ երկրների հետ։ Սակայն գաղափարը նա չէ, որ երկբևեռ այսպիսի ընտրություն ներկայացվի արևելքի եւ արևմուտքի միջեւ։ Գաղափարն այն է, որ օգուտներ կաղվեն երկրի կապերից, հարաբերություններից, այնպես կաղվեն, որ Հայաստանի ժողովուրդը զգա իրենց կամ իր մաշկի վրա տեսնի կտրուկ փոփոխությունները, որոնք կարող են տեղի ունենալ այն դեպքում, երբ ես քաջ գիտեմ իմ վստահորոշտը Սամվել Կարապետյանը, այնպիսի մարդ է, որ ով ունի այդ կոնտակտները, այդ կապերը, ով ունի այդ ձևավորած այդպիսի հարաբերություններ եւ մարդ է, ով գործարար եւ բարոյական կյանքում հաջողության է հասել։ Իմիջիալոց քաղաքականություն մուտք գործելու նրա միակ պատճառը եղավ հետևանքն այն եկեղեցու նկատմամբ բացարձակ ապօրինի արձակման եւ նրան բանտարկելը նրան շատ ժամանակ տվեց, որ նա մտածի եւ տեսնի, գիտակցի, թե ինչքան կարեւոր է ինչ որ բաներ անել Հայաստանի համար հետագա մի քանի տարիներին, որպեսզի դուրս գա այս ահավոր ընտրությունից, որը պարտադրվում, թելադրվում է Հայաստանին։ Ընդ որում ես ցանկանում եմ կրկին ընդգծել հետևյալը։ Ընդգծել, որ պատմությունը ժխտելը, պատանդների իրողությունը ժխտելը, այն փաստը, որ ոչ ոք պատրաստ չեղավ դա առաջ քաշել, վախենալով պարոն Ալիևի փխրուն էգոից եւ կառնվածքից, դա արտարացում չէ, դա ընդամենը վկայում է քաղաքական վախկոտության մասին, իրեմս պարոն Փաշինյանի։ Ես տարեց մարդ եմ եւ այս իրավիճակը ինձ հիշեցնում է այն ժամանակը, երբ իրանցիները պատանդներ վերցրեցին մի քանի տասնամյակ առաջ Ջիմի Քարտերի նախագահության օրոք եւ իրանցիները հավատացած էին, որ Ջիմի Քարտերը ռազմական որևէ գործողություն չի կատարի, բայց երբ Ռոնալդ Ռեյգանը հզոր անց եկավ դարձավ նախագահ, իրենք ժամերի ընթացքում պատանդներին ազատ արձակեցին։ Ժամանակն է, որպեսզի փոփոխություն տեղի ունենա Հայաստանում։ Եվ ես հավատացած եմ, որ եթե կստակ այս ձեռնարկը ձեզ հասկանալի կդառնա, որ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որ այստեղ տեղի ունեցավ առանց եվրոպական իրավունքից բխող որևէ իրավական թույլտվության։ Եվրոպական իրավունքի մեջ որևէ հիմք չկա, որպեսզի աշխատանքային խումբ ուղարկվի այստեղ, որպեսզի միլիոնավոր եվրոներ այստեղ ծախսվեն աջակցելու համար պարոն Փաշինյանին եւ աջակցելու համար այս գաղափարը, թե մենք ռուսական սպառնալիքը պիտի մտահոգիչ լինի, եւ մենք քաջ գիտենք, որ ադրբեջանցիները ներկայացված են այլ երկրները, ներկայացված են եւ որ ամենամեծ վտանգը ազատ եւ արդար ընտրությունների համար Հայաստանում դա պարոն Փաշինյանի կողմից իրականացվող ավտորիտար քաղաքականությունն է եւ արևմուտքում գտնվողները, ովքեր գիտեն նրա քաղաքականությունների եւ նրա վարքագծի մասին, ինձ հիշեցնում են այն մասին, որ իրենք անկարող են պաշտպանել հայաստանցիների հայերի մարդու իրավունքները։
ինձ հիշեցնում է ԱՄՆ-ի քաղաքականությունները Հարավային Ամերիկայի նկատմամբ, երբ այնտեղ բոլորը բռնապետություններ էին եւ ԱՄՆ-ը դա թույլ էր տալիս ինչ որ կերպ առանց մեկնաբանությունների։ Մենք պիտի աշխատենք Եվրամիության հետ, բայց պիտի Եվրամիության հետ աշխատենք այնպես, որ դա լինի կառուցողական ժողովրդի աշխատանքային կյանքը չխաթարվի, եւ ես կարծում եմ խիստ կարևոր է հասկանալ, որ երբ Փաշինյանը խոսում է պատերազմի կուսակցության մասին, կամ երբ նա արձակում է գործում կաթողիկոսի նկատմամբ, շատ նման նրա ինչ նախագահ Թրամփն արեց Հռոմի Պապի նկատմամբ Լեոնի, երբ այսպիսի դեպքեր են լինում, միակ տարբերակը հայերի համար իրենց եկեղեցին պաշտպանելու եւ իրենց ժողովրդին պաշտպանելու դա հենց գնալ եւ քվեարկելն է։ Եվ դա իրավական տեսանկյունից այս միջոցառման կարևորագույն ուղերձներից մեկն է։ Եթե ուղերձը որևէ բան տվել է, ապա ես հույս ունեմ եւ աղոթում եմ, որ բարձրացել է հայերի քաղաքական գիտակցությունը այն հարցում, որ հաջորդ ընտրությունը գոյաբանական է եւ կենսական իրենց ապագայի համար։ Շատ շնորհակալություն, ես ուրախ կլինեմ ցանկացած ձեր հարցերի պատասխանել։ Խնդրեմ։